Այսօր հուլիսի 9-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում դերասան և Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանի վերջին հրաժեշտի արարողությունը, որին ներկա է գտնվել նաև դերասան ու հանդիսավար Սուրեն Փահլևանյանը։ Դերասանը խոսել է Արտաշես Ալեքսանյանի հետ ունեցած տարիների ընկերության, փորձի փոխանակման, ինչպես նաև լավ հիշողությունների մասին։ Դերասանը նաև չի կարողացել տաքցնել հուզմունքը։ Star News-ը ևս մեկ անգամ ցավակցում է Արտաշես Ալեքսանյանի բոլոր ընկերներին, հարազատներին և ընտանիքի անդամներին։ Ներկայացնում ենք դերասանի խոսքն առանց մեկնաբանության։ Պարոն Փահլևանյան, կխնդրեմ դուք նշեք, ինչ հետք թողեց Արտաշես Ալեքսանյանը հայ կինոյի, հայ դերասանության, ընդհանրապես արտիստի մեջ։ Նախ ցավակցում եմ մեր ազգին այս կորուստի համար, որովհետև Արտաշես Ալեքսանյանը իրականում շատ մեծ դերասան էր։ Բոլորիս հուշերում ու սրտերում ինքը Նժդեհի հզոր կերպարով կմնա, բայց նաև ես ու կինս մենք ունեինք անձնական մեր էջերում վիդեոներ, որոնցում ինքը իմ պապայի կերպարում էր միշտ։ Մինչև այդ ես շատ եմ ունեցել առիթներ, թե ընկերություն անելու, թե աշխատելու իր հետ։ Այդ իր չափերին ոչ մեկ թող չխափնվի, ինքը շատ փխրուն սերտ ունեցող մարդ էր։ Ինչպես եք հիշելու նրան, ինչ դրվագներով, ինչպես կարող եք կիսվել նրա մեզ հետ, նրա հուշերից, ինչ հուշեր ունեք, որ մշտապես ձեզ հետ են լինելու, եւ ուրախ, եւ տխուր, եւ գուցե միասին կինոյում խաղացել եք։ Նայեք, իմ համար Արտաշես Ալեքսանյանը կամքի ուժի, հայրենասիրության, մարդասիրության մեծատառով մարդ էր։ Ես իր հետ շփվելուց շատ բան եմ սովորել ու ինքը ոչ մի վարքյան չէր մտածի այն ինչ գիտի ինքը ասի թե չէ, բոլորին սովորացնում էր, բոլորին օգնում էր, բոլորի հետ անկախ տարիքից ընկերություն էր անում, փոքրերի հետ փոքր էր դառնում, մեծերի հետ մեծ։ Ինքը շատ լավ ընկեր ա եղել թե ճանապարհի, թե սեղանի, թե լավ ընկեր ա եղել իր այն ընկերների հետ համար, ովքեր իրանց կյանքը տվել են հայրենիքին, միշտ եղել է տղամարդ, հայ, հզոր հայ, ու իրանից շատ բան ունենք սովորելու։ Ու այնպես է, որ ինքը իր մասին ինչքան խոսանք խոսվում է, բայց այսքանով ուզում եմ սահմանափակեմ, որովհետև համ հուզված եմ, որովհետև իմ ընկերն էլ էր, ինքը բացի մեծ դերասան, մեծ հայ լինելուց, ու կարող է հուզված ճիշտ չկարողանամ արտահայտվեմ դրանով, այսքանով սահմանափակեմ, ուզում եմ ասեմ, որ ժողովուրդ ջան, շատ սիրեք ձեր ընտանիքը, ձեր կողքի մարդկանց, որովհետև մահը ոչ ոքի չի զգուշացնում, այս մարդն էլ կենսախինդ, ուրախ, լիքը պլաններով, լիքը ծրագրերով լի, առանց պատկերացնելու, որ սենց բան կարա լինի։ Իսկ նշեցիք, որ ամփոփում եք, բայց եթե կարելի է, ինչ ծրագրեր կար, գուցե դուք տեղյակ եք, որ ծրագրեր է ունեցել, բայց կիսատ մնաց։ Գիտեք ոնց, բացի այն պրոյեկտները, որոնցում ներգրավված էր շատ ու շատ, մենք էլ միասին ունեինք արդեն մտածած սցենար, քննարկած սցենար մի քանի վիդեո ռիլերի մեր համար, բայց իրականում իր նպատակները շատ ավելի մեծ են, քան կարելի է ինչ-որ բան ասել։ Ամեն ինչ կապված էր հայրենիքի հետ, ամեն ինչ կապված էր մեր երկրի, հայ տեսակի, ու միշտ էլ ինքը կոչ էր անում, որ բռունցք եղեք հայեր ջան, մեկը մյուսով եղեք, եթե հիմա մեր հետևորդները, մեր հայրենակիցները մտնեն իր Facebook-ի հետ ու մի քիչ հետ գնան, կտեսնեն, թե իրականում ինքը ինչքան ծրագրերի մեջ է եղել ու ինչեր ունի, նույնիսկ գրած ինչեր ունի։ Մեծ ծրագրերի մասին ընտանիքի անդամները կխոսեն, ես չեմ ուզում խոսեմ, բայց փաստը մնում է փաստ, որ ամեն ինչ մնաց իր ընկերների, իր հայրենակիցների ուսերին, այն նպատակները, որոնք ինքն էր դրել, այդ արդեն ինքը էլ չի կարող անի։
բայց վստահ եմ, որ իրավորությունը կմնա մեր ազգի հետ, որովհետև ինքը հայասեր, հայապաշտպան շատ հզոր տղա է եղել։ Շնորհակալ ենք։ Ձեզ եմ շնորհակալ։ Պարոն Ալեքսանյանի հետ շփումը ինչպիսին է եղել, ինչ խորհուրդներ են ձեզ տվել եւ ինչ արտիստ այսօր մենք կորցրեցինք։ Մենք մեծ արտիստ ենք կորցրել իրականում ու ես ցավում եմ, որ մենք կորցնելուց հետո ենք դա զգում։ Ես Ալեքսանյանի հետ տարիներով աշխատել եմ, ինքը ինձ ավագ ընկեր է եղել, դասախոս է եղել, որից ես շատ բան եմ սովորել նկարահանումների ընթացքում, կյանքում, հրաշալի մարդ, հրաշալի, մեծատառով մարդ։ Իսկ բացի լավ դերասան լինելուց, որպես ընկեր, ինչ խորհուրդներ են ձեզ տվել, որ ամբողջ կյանքում պետք է օգտագործեք։ Խորհուրդները շատ են եղել, մեր շփումը ամենօրյա է եղել։ Ընթացիկ այդ շփումներից շատ բան է սովորում, պարտադիր չի բառացի ինչ-որ խորհուրդ տա։ Որ մեկի հետ ապրում ես, մեկի հետ առօրյա կազմում ես, ակամայից լիքը բան սովորում ես։ Իսկ ամենահիշվող դերը ո՞րն է եղել։ Նրա խաղացած, որ դիտել եք եւ հավանել եք, տպավորվել եք։ Շատ են։ Ես կարող եմ իմ հետի նկարահանումներից հիշել, որոնք մենք միասին ենք եղել Գարեգին Նժդեհը եւ Հարազատ Թշնամիում, որոնք իմ հայրն էր խաղում։ Իրականում մենք իսկապես այդ ֆիլմի շրջանակներում դառանք ընտանիք։ Ու հիմա ես իրոք շատ ցավում եմ այստեղ ու շատ ցավում եմ, որ այսպես իրեն պետք է տեսնել, ես քան երկար տարիներ չտեսնելուց հետո։ Վերջին հանդիպումը Մի 5 տարի առաջ։ 5 տարի առաջ։ Իսկ ձեր հանդիպումներում եւ շփումներում կան դրվագներ, որոնք հիմա կարող եք հիշել եւ որոնք առավել ցայտուն են ընդգծում նրան որպես անհատականություն։ Այդ դրվագները շատ են, հիմա առանձնացնել չեմ կարող, որովհետեւ ուղեղս մի տեսակ մթագնացա չեմ կարող, լիքը դրվագներ կա, որ կարելի է պատմել, լիքը լավ օրեր, լիքը պայծառ օրեր, որոնք շատ են եղել, դա առանձին դրվագ չեմ կարող առանձնացնել։ Իսկ ինչ հետք նա թողեց մեր կինոարվեստի պատմության մեջ։ Շատ մեծ հետք թողեց, ինքը իսկապես լավ դերեր է խաղացել, ինքը հրաշալի դերասան է։ Իր Գարեգին Նժդեհը ինձ թվում է կմնա մեր պատմության մեջ, ինչպես մյուս մնացած մեր մեծ կինոները, որոնք ունենք ու այսօր մինչև հիմա կա մեր կինոդարանում։